Բռնության ու ջարդի ողբերգության նոր ժամանակներ են Սիրիայում նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի տապալումից հետո ծավալումներով աննախադեպ։ Ասադի կողմնակիցների եւ Սիրիայի նոր նախագահ դարձած Ահմեդ Ալ-Շարայի գլխավորած անվտանգության ուժերի միջև մարտի 6-ին Լաթաքիա ծովափնյա նահանգում սկսված բախումները 1000-ից ավելի մարդու կյանք են խլել։ Լաթաքիայի հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցին նախօրեին չեղարկեց նախատեսված պատարագը, ավելի ուշ պարզվեց 2 հայ զոհ ունենք։ Սիրիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան կիրակի օրը խաղաղության կոչ արեց։ Երբ մենք հետ ենք կանգնում էթիկայից, ընկնում ենք նույն մակարդակի վրա, ինչպես թշնամին, ընկած ռեժիմի մնացորդները պատճառ են փնտրում մեր իսկ խախտումների հետևում թաքնվելու։ Զինված խմբավորումներին կոչ եմ անում վայր դնել զենքերը, իսկ նոր կառավարությանը հավատարիմներին խուսափել քաղաքացիական անձանց վրա հարձակումներից եւ բանտարկյալների նկատմամբ բռնություններից։ Կարծես անօգուտ են եղել առաջնորդի այս հայտարարությունները, պատերի տակ սպանվում են խաղաղ բնակիչներ, չեն խնայում մեծ ու փոքր։ Կատարվողը ավելին է, քան սովորական քաղաքացիական կռիվ։ Միջազգայնագետը կարծիք է հայտնում, թե Ամերիկայից մինչև Թուրքիա ու Իսրայել կանգնած են այս հակամարտության հետևում, ամեն մեկն իր ախորժակով։ Ամենաառանցքայինը կրոնական հիմքով Իրանին բախման մեջ ներքաշելն է։ Իրանին ներքաշելու համար, որպեսզի միջուկային այսպես բանակցություններում Իրանը ավելի խոսքան լինի եւ գնա զիջումների, որ ինչ ճանապարհ պիտի լինի, պիտի ալավիներին սկսեն կոտորել, որպեսզի Իրանը ստիպված լինի միջամտել իբրև շիա ուղղության այսպես պաշտպան։ Մյուսը միջին պետությունը դա Իսրայելն է, այսօր Իսրայելի Քնեսեթի անվտանգության հարցերով կոմիտեի նախագահն է ասել, որ մեր խնդիրն է դուրս գալ Եփրատ Սիրիայով եւ դեպի Քուրդիստան եւ դեպի Իրաք։ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները համատեղ հայց են ներկայացնում ՄԱԿ-ում հարցը փակ քննարկելու համար։ Մինչև այս էլ Վաշինգտոնը կոչ է արել Սիրիայի իշխանություններին պատասխանատվության ենթարկել արմատական իսլամիստ ահաբեկիչներին, որոնք մարդկանց են սպանում։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով ղեկավարը իր հերթին է կոչ արել Սիրիայի ժամանակավոր ղեկավարությանը միջամտել ափամերձ շրջաններում զանգվածային սպանությունները կանխելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Բայց գործուն քայլեր կոչերից ու հայտարարություններից բացի դեռ չկան։ Փորձագետը համոզված է, ելքը Իրանի հոգևոր առաջնորդից է կախված։ Ես կարծում եմ, սա փորձելու են Իրանի համար ներկայացնել իբրև կարմիր գիծ եւ Իրանին դնել փաստի առաջ, կամ ինքը ալավիներին կպայի մտնելով այս բանի մեջ, կամ ինքը չի մտնի սրա մեջ, բայց միաժամանակ կկորցնի ազդեցությունը մերձավոր արևելքում։ Եվ ուրեմն, եթե սա սադրանք է Թեհրանի դեմ, ապա դրան ընդառաջ գնալը կարող է մերձավոր արևելքում նոր ցնցում սկսել, ասել է թե տարածաշրջանային նոր կրոնական պատերազմ մեծ երկրների սցենարով։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։